Այս փագը էլի են շենքի համար են, հա, երևի ջուր անցկացնում։ Այս էլ ուշանում են։ Ողջույն։ Ես հիմնարկ գնամ մի հատ մայիսի 21-ն է 12 աստիճան։ Ժողովուրդ ջան, երեկոյան եկանք տուն Կեշան մահացավ։ Ես մի հատ մեծ խնդրանք ունեմ, դրա համար եմ ձեզ ասում այդ մասին։ Կոմենտներում խնդրում եմ այդ թեմայով չգրեք, որտև Անահիտը շատ ծանր տարավ ու դե բոլորս գիտենք ժամանակն է բուժիչը ու պետք չի, որ կոմենտները հիշացնեն այդ պրոցեսը ավելի երկար տևի։ Այդտենց շատ եմ խնդրում չգրեք ոչինչ այդ թեմայով։ Դե առայժմ հետո ժամանակը կանցնի արդեն։ Տենց ես չէի գնա ճիշտ ասած տնից, բայց ունենց գործավոր չեմ կարա։ Երեկվանից գիտեի, որ պետք է գնամ առավոտը շուտ, հələ ուշել դուրս եկա ավելի։ Հետո երեխեքն են գալու 2:30 3 հոգի։ Էդ էլ կոկնի կծրվի։ Տունը մի քիչ աղմուկ կլինի։ Մի խոսքով Նասեն փողոց։ Մտնենք Գայի փողոցը։ Ասած անձրևոտ եղանակ է տենում մեկ գալիս է, մեկ կտրվում է։ Կանաչը շատ ուրախ է։ Մենք էլ իրանով ենք ուրախանում։ Հասա Աճարյան, ես ահագին հաջողություն էր ստեղ, բավականին ազատ անցա, ընդհանրապես խցանում առնում ես հատվածներում, բայց այսօր լավ է։ Այսօր մեր հիմնարկի շենքն է, ոնց որ թե երևում աղջից, Են դիմացը դե հյուրանոցն է, որ տենց էլ շինարարությունը կանգնեց, հետևն էլ են երկու բարձրահարկ արդեն, տենում եք ինչքան է բարձրացել, գոհար միավորումներ այդտեղ։ Ստվերից մտնենք։ Այսօր խճանկարը, այս խճանկարները, որ նորից կրկնում են, ահագին լավ են անում։ Են օրը հիշում եք Ահարոնյանի վրա էլ նայեցինք են Արմենթելի շենքը, որ մտցրել էին բարձրահարկի տակ, էլի լավ էր արած խճանկարը, բալգարկան իրա փոշիով զբաղված։ Ահա, գործերը ավարտեցի, հիմա գնանք դեպի Ավան, ես ճիշտ ասած մտածում եմ այստեղի նորակառույցները շատ են, մի հատ նկարեինք, տենայինք ինչ են անում, ոնց է, ինչ է, այդ Աճարյանի դիմացի մայթը էլի, բայց ինչ-որ տրամադրություն չկա, ուզում եմ մի քիչ ժողովրդի մեջով անցնեմ։ Լավ է շենքը մի հատ մաս ցույց տամ, ինչով են զբաղված ու գնանք։
Ես այն կողմից եկա, այս մասը սենց ինչ-որ բան են սարքել, ինչ ալնելու բնականաբար չգիտեմ, այս մեր մասնա, նայեք երեսապատել են, գեղեցիկ, այս սենց է դարել, սա բետոն էր էլի, տեղ տուֆեր կային, բարակ, իսկ ես մասը ավելի ճիշտ է գնամ, մի քիչ են կողմից նկարեմ ավելի, այս վերև ինչ-որ լավ ենքում գնանք, խոտեր են ինչ են աճում, ստեղ ծառեր են դրել, մի րոպե, գնամ ենքում մի հատ, սենց ինչ-որ հետաքրքիր թեք տարածք կա, դե տենց է, այն կողմն էլ մի հատ նայենք, ընդեղ էլ է այդ տիպի ինչ-որ բանը, ստեղ էլ սենց է, Աստորեն են թեք տարածքներ ու ես մեկն է, այսինքն շուրջը կանաչապատ կլնի էլի, վատ չի, ես էլ մեր մասը ավելի հարմար դիրքից ցույց տամ, ոնց են երեսապատել, ես էլ մոտիկից երեսապատման քարը, տրավերտին է, լավ որակի, ճեղքերը լծրած չի երկը, հուսանք լավ կաշխատի, այն մերն էլ է տենց արած, են բետոնի մեջտեղի մնացել են, են գծերը, մնացածը, էլի նույն ձևի տրավերտինով, տրավերտինի գործ են կպցրել երևում է, այս սրանք արդեն բազալտ է, հատակնել է, սալապատած, էլի բազալտով, մի խոսքով լավ արած են, անդեղ էլ է կանաչ տարածքներ, են մասում, ես էլ այդ կողքից որ կար, սենց ինչ-որ տարածքներ են, այս մասում ստորգետնյա ինչ-որ բան է, բայց ոնց որ կայանատեղի չի, ընդեղ պատ է, այս սրանք էլ է բոլորը բազալտ, այս կողքերը, մի քիչ էլ առաջ գնամ, այդ ստորգետնյան որ տեսանք, այսենց սրահ է բերում, նայում եք ստեղ, ինչ-որ դահլիճ է, ինչ է, այսինքն, որ ասեցի ինչ-որ կանգարի նման չի ստորգետնյա, ներսը, աստորեն հենց կանգար չեր, այսինքն կայանատեղի էլ է, մի վարկյան մի հատ ստեղ կանգնեմ, այս էր պաստորեն, ես որ ստորգետնյայի տեղ դրեցի, ես էլ խճանկարը, բավականին գեղեցիկ է, մի քիչ են լուսամուտներն անհասկանալի տենց անպայմաններ ընդեղ չգիտեմ, առաջ չկային ամեն դեպս, բայց արդեն ասել եմ, ծավալային է էլի քարը, շարած, լրի ոնց որ այդ Ահարոնյան փողոցում էր, ստեղ սենց, ես վերևն էլ է կանաչապատած, արդեն պատկերացնում ենք նույն ձևի խոտա ու ես մասնած սենց, մի հատ էլ ընդհանուրս տարածքը նայենք, են Դավիթին ստան կողմերն է, այդ մասերը դրոնով մանենք եկե մանրամասն, սենց էլի,
եսին ես մեկ այդ Տերնոպոլսկի համալսարանն է այս աստիճանաձև այս լրիվ կանաչի մեջ այս մասը հարսնակարն է շարժվեցինք ստեղել հետաքրքիր կանչապտորներս են կողմ ենք գնալու փաստորեն գնացինք այս հյուրանոցի շենքը այս դեղնավունը որ կա մի քիչ աչքից սենց էլ մնաց ու մնաց ոչ մի գործ չի արվում դրա տեղը կաբելնի գործարան էր, փոքր գործարան էր էլի, որը զբաղվում էր համել գիտահետազոտական գործերով այսինքն փորձնական մեծ արտադրամասում էին էլի այդ հյուրանոցի տեղը քանդեցին կաբելն էլ վերացավ, հյուրանոցն էլ չեղավ հիմա գնամ ընդեղից հետադարձվեմ գնանք առայժմ դեպի Բաբաջանյան փողոց կգնանք այստեղ տեսնում եք շինարարությունները բոլ-բոլ են աչից էլ, ձախից էլ Ես էլ տարբեր ներկայացություններ մեքենաների Ես մտնենք ստեղ հետադարձանք Ես մասն էլ մի թեթև ցույց տամ պատկերացնեք այս փողոցը Անունը չգիտեմ այս փողոցի Ինչ-որ Աճարյան տուպի կա, նրբանց կա Են էլ դիմացի մայթը կարծեմ Ավան Տաուեր է կոչվում դուրս գանք Աճարյան արդեն Ես են որ ասել եմ մի հատ էլ ասեմ Տերնոպոլի համալսարանն է Սա պոլիտեխնիկին էր մի վաղ Հետո փոխվեց Ստեղ էլ առաջարկում են ասֆալտապատում ցանկացած տարածքային բարդության Մտա Աճարյան Այս շենքերը նայում եք մեր հիմնարկից հետո են սրանք այդ կաբելի տեղը որ ասում էի Են էլ մեր հիմնարկը լավ է նայվում չէ Այս էլ հարսնակարը Տերը Մոսկվայում էր գնացել էր ահագին ժամանակը թե հիմա եկել է այս ընտրությունները կապված թե ինչ տեղյակ չէ բայց ընդեղ մի երկու տարի է երևի արդեն ու Բաբաջանյան փողոց ստեղ էլ ես ձախից հայ բուսակն է կառուցում են այդ լճեն ավարտ է նոր մասնաշենքերը Ձախի վրա էլ Այստեղ հիշում եք երևի նկարել ենք այս մասը Այս նորակառույցների մասին է խոսքս Ձախի վրա սա աչում էլ կա մի քիչ ավելի համեստ է Մարշալ Բաբաջանյան Այս մեկն էլ ձախի վրա այս ծառերը Սա
Սա էլ հարսնակարի տիրոջ առանձնատունն է, ազգանունը չեմ հիշում ճիշտ ասած Ռուբեն, ժողովուրդը որ ասում են նեմեց Ռուբեն, դե որ ասեցի Մոսկվայում։ Այդտեղ եթե հիշում եք կենթանիների շուկա էր էլի, վաճառում էին տարբեր շներ, ծտեր։ Ժողովուրդ ջան, մի հատ էլ հիշացնեմ, կոմենտներում կեշայի մասին մի գրեք։ Խնդրանք ուղղակի։ Այն կողմից եկանք մենք։ Հիմա այս կարաս աստեղ։ Արավի խնձոր։ Ես ինչ անհայտ պոմիդորը։ Չոր հաճելի փափուկ էր։ Արա պիոնների հետ ապրում արդեն։ Ինչ։ Բե։ Ես ձեր ոտիկն էլ աղ եք բանջարվածը։ Ընկանք մարդամեջ։ Ստեղ սիթիներ չէ իրանց։ Այո։ Ես թաղամասերը ինչքան նայում եմ չեմ հիշում։ Սայատնովա, Դուրյան և այլն։ Այն կողմը Իսահակյան կար չէ։ Դե որ ով որ ապրում է կամ ապրել է գիտի շատ լավ։ Ով էր այստեղ տարին մի անգամ կամ 5 տարին մեկ ալնում երևի իրան այդքան պետք չի։ Հա, կարակ ձեր ձուկը բերեք պատրաստեն, հա, մի կիլոն 700 դրամով։ Թարմ սիգը։ Չէ, ես մեկը պինդ է շատ։ Ես ինչ է։ Ես սևը ինչ է։ Ապալաս։ Ոնց է կոչվում։ Ապալաս։ Նապալաս։ Չգիտեմ այդ ինչ է։ Նապալաս։ Արմիջան։ Հա, ողջույն։ Բարև Արմիջան։ Ոնց ես։ Լավ ցավը տանում, դու ոնց ես։ Նորմալ։
մեր հիմնարկի աշխատողներից էր։ Ասաց, որ շատ փոխվել ես, էլ չհարցրեցի, ինչ ուղղությամբ, պարզ է էլի։ Սելը սենց բաներ են սարքում, անկապ տեղեր, չգիտեմ, բակ մտնեմ, ես կանաչից չեմ ուզում հեռանամ, հենց հաճելի է։ Aynı zangi, başka banna zangi, ova zangi, yapları görüyorum. Վառոտ ունեն, չկայանել, հա, ես էլ իրանց մեյդանն է, ես փողոցի, հա, կարտ են խաղում, ես էլ սպիտակ տեսա մտածի, գոյ են խաղում, ինչ են անում։ Թոշակառուներ են գրիֆել։ Իմ նման նորացված շոու։ Կրկին փորձիր։ Ես են ֆիլմներ, չէ՞, ոնց են։ Թե չէ, նա ուրիշ էր։ Այն որ պրեմիերան անկարծակի հանդիպեցի։ Թիմ Տելեկոմ, Արչին բանկ,
Մեզ մոտ կանաչների պարճա չկա, չէ՞ ոնց որ։ Հա, այստեղ միտեղ քաղաքապետարանն է գալիս է, չէ՞։ Էս չէր իհարկե։ Այն կողմ էր ավելի։ Լավ նստարաններ են, չէ՞, հովին։ Այդ ծառերը Արտուր Վարդանյանի գրած փոխելու ենթակա ծառեր են բոլորը։ Չնայած ինչեր հացենին այդ շարքում չհասկացա լավ։ Են մեկը հացենի է։ Հետո ես ճիշտն ասած, որ ասում էի կտրել են սոսի էր։ Սոսին այդ Արտուրի ցանկում չկար, որպես վերացման ենթակա ծառ։ Իսկ այդ Սայատնովա, որ ասում է ընկերս ասում էր կտրել են առողջ մեծ ծառեր, սոսիներ էին, կակրաս։ Ես ամեն կարծեմ հայ բիզնես բանկն է։ Ինչ արի, ռեբրենդինգ են ասում։ Ափսոս է, ես ընտիր մայթը թողեմ գնամ են մայթ, բայց եկեք գնամ։ Գնամ հետ արդեն։ Հետո նենց կգնանք, էլի։ Խուջակովը շարունակվում է։ Մի հատ էլ ստեղ են, հա, նրա նման դրել են, որ ընդեղ տեսանք, բայց սա արդեն ավարտը մոտիկ է։ Հələ շատ հետաքրքիր է, ինչ է գրած, սա ինչ են սարքում։ Հասարակական նշանակության շինություն։ Մի բան հասկանում եք, այդ ինչ է նշանակում։ Մարշալ Խուջակովի մնացածը հետաքրքիր չի մեզ հասարակության նշանակություն։ Ես ուր եմ գա։ Չէ, սնդեից կարող է դուրս գալու տեղ չլինի։ Չէ, այն մարդը դուրս եկավ։ Ինչ հաճելի փափուկ է այս հատակը,
Այս մայթի բախտը չի բերել։ Այնտեղ ինչ լավ սախ կանաչ էր։ Շաբաթը բրտմական նորա։ Ես ամեն անգամ ուզում եմ կարգին պատկերացնեմ, դե սովետի վաղ ստեղ համարը չեմ եղել ես թաղամասում։ Այդ շենքները ու հետո ինչ էր այսքան տեղը։ Սրանք սաղ պարզած չկային։ Արի ու հասկացի։ Այնտեղ ինչ-որ մի հատ սովետական ֆուտբոլի դաշտ է, ասֆալտած։ Եկեք մի հատ ջուր խմեմ էլի։ Արդեն շոկ է։ Ինչ ցենտր ջուրը ժողովուրդ։ Մասիվից ջրից լավն էր։ Գառնից է գալի, հա։ Շատ լավն էր։ Ես էլ fast bank։ Չի քշում, թե չես քշում։ Ես չեմ քշում, ես։ Սա սկզբից fast credit էր կոչվում։ Ոնց որ թե հետո դառավ բանկ, հա։ Տեսան credit լավ են տալի, դառան բանկ։ Թանների հաց։ Ինչ տհաճ մայթ է։ Այսինքն մայթ չկա, տհաճով են, փողոցով եմ գնում։ Հլանդեղի մայթը նայեք։ Ուստեղի։ Ես հեսա պատա հետո։ Քեզ բան այ մարդուս։ Սենց բաներ ոնց են թույլ տվել։ Չնայած ես կար է երև ես դարպասը։ Հանելուկ։ Ես են յասամանը չի, որ ինձ կանչում է բոլորովին։ Ահա, մայթ եղավ, արժանացանք։ Պատրաստի բնակարան է, ապրողը ուր է, հա, Ռոյալ Կանին, հա, էլ ինձ ես խանութները պետք չեն, Հավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան, այո, այնտեղ երկրորդ հարգումը հա երևի, ես ինչ հետաքրքիր կամար է ստեղ, լավ եկեք ես անցնեմ են այդ ժողովուրդ,
Այստեղ պարզենք։ Չէ, հազիվ անցում է, եկեք անցնեմ։ Դուրս չեկավ այդ մայթը։ Ես էլ այդ շենքն եմ։ Հենց սրա մոտ պետք է դուրս գայի։ Սա էլ է գրած հասարակական նշանակության։ Էլի բան չենք հասկանալու։ Հովհաննիսյան թաղամաս, կառուցապատող։ Այս ինչ է գրած, տեքստ 3D։ Չէ, սա գրած չի։ Հասարակական նշանակություն չունի այս շենքը։ Այս է հացենին։ Սրա ինչն է վատ, մեր Բաքում կար, ոչ շիրա էր թողում, ոչ մի բան էլ չկար, շատ մաքուր լավ ծառ էր։ Ինչ ծնվել եմ, հիշում եմ այդ ծառը։ Այս կերասա, չէ՞, ոնց էր։ Նստարանները կորան, արևը եկավ, անդեղ էլ արևոտվեց, անդուր տեսքում է, չէ՞ մի տեսակ փնթի։ Այն փայտի տուն է, ծուր մուր ինչ-որ, լավ, ես մասերում եղել ենք ծանոթը,
Սա կինոթատրոնը Դավիթ Մալյանն է, չէ՞։ Այո։ Դավիթ Մալյան փողոցն է։ Վերոցից ով էր շատ ուզում էր ամուսինը ասում էր ստեղ ապրել։ Բայց ես ուզում եմ այն մյուս փողոցը գնամ։ Եկեք պտտվեմ ստեղ բակերի մեջով։ Դուրս կգանք Մոլդովական փողոց Լվովյանի դիմացը դրանք Լվովյանի նման շենքեր են սովետականները նկատի ունեն Կանաչը հոյակապ է ուղղակի Զրիվն էր բակի նման տեսք ունի Վրցնանք Մոլդովական Ստեղ էլ կանգնել չի կարելի ոչ մի տեղ ափսոս ուզում էի հայքի մոտ գնայի ստեղ որ թեքվեմ ես բակերում կարող եմ մի բան գտնեմ ժողովուրդ ինչ եք ասում Ահա, եկա սենց մի բակ, ես շենքը ծանոթ է, չէ, գայի պողոտայից միշտ տենում ենք Այ ընդեղ է հայկը Եկեք գնանք սենց փողոց անցնեմ Մոլդովական փողոց Ստեղ էլ տեղ բացվեց Այսօր գալիս է չկար Լավ լցրել են, չէ Տարբեր Ашкар Колубникая. Ужас. Ասինչ քանակը Դոմ ապտեկա Բայց դեղատունը խիտ տուն չի գրած Ինչ լավ է, չէ՞։
Այո, մեկ ընդեղ շենքն է։ Ու մինչև գայի պողոտան այսքան կանաչ է, էլի։ Այս կոչվում է Գենպլան թաղամասի։ Բայց ոնց է չեն զավթել, չէ՞։ Այս խալը մաչի է։ Մարմոնները դիպա բանան մարտա Հա, այդ շենքի գործը կպել է։ Լավ, ես կամերան փոխեմ մի հատ այս մասը Հայկը արձանը։ Այս այդ շենքն է, մեր շենքի նման։ Ստեղ սենց հոյակապ կանաչ գոտի է, ընդեղ գայի պողոտան է։ Եկեչ լավ չէ, մարդիկ աստիճանով են իջնում դեպի գայի պողոտը։ Ահա, ես էլ Հայկը։ Ես էլ ոտի տակի քարերը։ Ես լիստը բավական է, խաբարը, որ խաբարը զոր արուշանքի չնա։ Ես գայի Խաբարը սամշանքի չնա։ պողոտան։ Անդեր են կառուցում։ Հա, ես նենց Լիվովյան մտնում ես աշտերի վրա է։ Դրոշը Հայկի մոտ հիշում եք հեղինակը Կարլեն Նուրիջանյան։ Նետը նայենք ուրախված, вообще-то մի անգամ նայել եմ։ Հա։ Արզը ուրախված։ Ես դեռ մոլդովականն եմ։ Ես այդ ծանոթ տեսքով շենքերը, են էլ իմ մեքենան ընդեղ։ Հետաքրքիր է այդ վարկածը, ճիշտ է, թե լրիվ հնարած է, որ այդ Բաբիլոնյան աշտարակը, որ կառուցում էին, հայերը թարգմանիչների դեր էին տանում, բոլոր լեզուներով տիրապետում էին, ու դրա համար բելը տենց կատաղեց, որ Հայկը իր ժողովրդին հավաքեց, այդտեղից ուզում էր գնար, հետապնդում էր, որ անպայման հետ բերի այդ Բաբիլոնյանը կառուցեն, չստացվեց, պարտվեց, տենց էլ չկառուցեցին Բաբիլոնյան աշտարակը։ Չգիտեմ, առաջ տենց բան ես չեմ հիշում, բայց վերջերս շատ ակտիվ այդ վարկածը քանի
գնում ոնց որ հաստատվում է չարվում չգիտեմ ես էլ աստիճանը մոտարապես այդքան այդ ժողովուրդները իջնում են հատ են կողմից գոտին լավ չնայեցի այս սենց առյուծ է պատկերացնեք սենց մարդ հանդիպես դյուցազն առյուծը գոտին Դե բելկը դիմանա գնացինք հայր կարծում եմ մերոնք արդեն եկել են երեխեքը դե շատ են առանց ինձ կարան սեղան նստեն ես ճիշտ ասած տենց սոված էլ չեմ առանձնապես թող ուտեն ես էլ կհասնեմ էլի չէ գնացինք ես տեղ համարվում եմ ուղիղ գնացող չէ հա հենա նշանը այնտեղ սեկցիա կա որտև սեկցիան գայի պողոտայով իջնողների համար է ես չեմ իջնում գնացինք ես գիծը բարձրացողների համար է ու Լվովյան գնացողների համար գնացինք Լվովյան այստեղ է հեսա երևում արմատուրաներ են շենքը որ տեսանք որ կառուցվում է դե վերջ հայր ջան ամենաշատը մի հատ էլ կարող է եթե շատ գեղեցիկ մայրամուտ լինի տենանք նորից կրկնեմ խնդրանքս մեկնաբանություններ թութակի վերաբերել մի գրեք լավ մնաք միշտ առողջ լինեք եւ մնաք խաղաղությամբ Ես Լվովյանը առավոտյան փակ էր են կողմից եկա կարող է հիմա էլ փակած լինի հնարավոր է գիտեք մոռացել էի թե չէ վերևով մի անգամից կգնայի ափսոս այո փակ է